Գիտեք, դպրոցներում երեխաներ կային, չէ՞, փորս է ցավում, չգիտեմ, էս է եղել, այն է եղել, ու այդպես բարբերաբար դասերից բացակայում են։ Երկիր մեդիայում աշխատելու ժամանակ մի լրագրող ունեի, որը կարծեմ 8-րդ անգամ տատի հուղարկավորությանը մասնակցելուց հետո խնդրեցի իր տատիների ցանկը տա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող ասել օրինակ կորոնավիրուս է վարակվել մի օրով, երկու օրով եւ այդպես պլստար մայիսին չգնա։ Լուրջ չի, ցավոք սրտի, եթե Փաշինյան ընտանիքի ներկայացուցիչ էին քլներ, գլուխը քարի, ինչ ուզում էին, թող ընտանիքում անային, բայց ցավոք սրտի առայժմ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա լուրջ չի, որովհետեւ վերանալով ներկայիս քաղաքական միջազգային հարաբերություններից մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակ է նայել, որովհետեւ հայրենական մեծ պատերազմին եւ ընդհանրապես երկրորդ աշխարհամարտին տարբեր երկրներիով հայ ժողովուրդը անվերապահ մասնակցություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմին եւ ֆաշիզմի ջախջախման այդ գործողություններին։ Եվ այդ առումով այսպես պարբերաբար խռովկան չխռովկան վերաբերմունքով բնականաբար վնասում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Կհիշեք, օրերս ոչ պաշտոնական իշխանական ռեսուրսով քարոզարշավին գյուղերից մեկում մեկ ասաց լավ գազ տվեցիր Պուտինին, ակամա այդ պահին մտքումս ուրիշ բան եկավ, այդ գազ տալով ոգևորվելու հետևանքը նույն գազով բոլոր մեր հայրենակիցների վրա է տարածվել։ Եվ ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ խոշոր տերությունների հետ այդպես մանր անչափահաս երեխայի նման չեն վարվում։